Ռաքելական եկեղեցում։ Սա առաջին հարց եւ երկրորդը, պարոն Փաշինյան, դուք քաղաքացիորը որոշել եք կրկին Ամիրյան փողոցում խորոված փարթի կազմակերպել։ Ինչ է ստացվում 8 տարի հետո դուք դեռևս հեղափոխական Փաշինյանն եք, հասկացաք, որ ձեր մեջ ավելի ուժեղ է հեղափոխական Փաշինյանն է, այսինքն թե վարչապետ դառնալու այս ճանապարհին ձեր մեջ ամեն դեպքում հաղթեց այն հեղափոխականը, որը հիմա փողոցում էլի խորոված է անում։ Ես ճիշտ ասած զարմացած եմ, այդպիսի բան ա եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանել։ Կներեք, այդ թվում փողոցում, այսօր Հայաստանի Հանրապետության հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ։ Եվ դա միջոցառում է եւ կարծում եմ, որ հայաստանյան որևէ կարևոր իրադարձություն մեր ընտանիքներում ամեն դեպս ովքեր իրենց համարում են հայաստանցի եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց ինքնության մաս է։ Ես չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ, մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Եվ այդ ընդհանրապես հետաքրքիր է, այդ ընդհանրապես ընդունված է եւ երկար ժամանակ ընդունված է եղել Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձությունները նշել քաղաքացու եւ մարդու ինքնազգացողության եւ ավանդույթի եւ ընկալումները շրջանցող ինչ որ միջոցներով քաղաքացու օրը ամենայն հարգանքով, բայց մենք նաև պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք ինչն է խնդրեմը։ Այսինքն դուք ձեր տներում խորոված չեք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ մենք եւ քաղաքի կենտրոնում էլ են Միչայելոց խոր։ Իսկ քաղաքացու օրը կարող են քաղաքացիները նաև փողոցում խորոված անել, ես դա բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում եւ դա մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է եւ փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է եւ կարող են լինել հանրապետությունում կան խորովածի փառատոններ ամենատարբեր տեղերում, այսինքն ի՞նչն է դիսկոմֆորտը։ Ասենք եթե ենթադրենք բան պատրաստենք, ինչ ասեմ, ինչ կա բան, ենթադրենք եթե բանի կրիվետկա պարտի անենք, կհասկանայի, կասեի մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, բա մեր ավանդույթները, այսինքն ի՞նչն է խնդրեմը, տեղ ես լավ